այս հրաշքպահը վայելելու համար արժե որ ամեն օր շուտ արթնանալ։ Իմ շացրել է հետևորդներ ջան, արդեն դուրս ենք եկել գյուղից, սա մեր գյուղի ներքևն է և ճանապարհ ենք դուրս եկել։ Երաժշտություն էի միացրել, սակայն չստացվեց և ստիպված նորից եմ տեղադրում և խոսում։ Նոր եմ տուն հասել, մի քիչ հոգնած էի, համ էլ ուզում էի ռելաքսի տեսքով ներկայացնել ձեզ, սակայն չստացվեց, չընդունեց YouTube հարթակը իմ այդ տարբերակը։ Շատ փորփրեցի և վերջապես որոշեցի այսպես հասարակ ձևով ձեզ ներկայացնել մեր լռված չնաշխարհիկ բնությունը, թեպետ մի քիչ կադրերը արագացրի, որպեսզի կարողանամ տեղադրել և տեղավորվել։ Ինչու եմ ճանապարհը այսքան նկարահանել, քանի որ իմ շատ բազմաթիվ հետևորդների խնդրանքով, որ հեռուներում են ապրում, կարոտում են այս ամենը, ամեն մի քարն ու թուփը, ամեն մի վայրը կարոտում են և ձեր բոլորի խնդրանքով ճանապարհից նկարահանումներ կատարեցի և ուզում էի երաժշտության տարբերակով միացնել, որպեսզի ավելի հետաքրքիր ռելաքսի ձևով լինի։ Դե ինչ արած, YouTube հարթակը ունի իր պրինցիպները, երբեմն ընդունում է, օրինակ Վարդևորի իմ վիդեոհոլովակի ժամանակ երաժշտություն դրեցի և ընդունեց, իսկ այս անգամ չընդունեց։ Միգուցե սխալս այն էր, որ պիտի ես էլ համահունչ հետը խոսեի, չգիտեմ, շատ ուսումնասիրեցի, ինչևէ, սա Զամարլոյի կամուրջն էր, որ անցանք, այսքան արագ տարբերակով, որ միացրի, հիմա քիչ անց ձեզ կմիանամ, պատրաստվեք, կոֆե ենք խմելու և այդպես, սիրելի հետևորդներ ջան, այս անգամ էլ այս տարբերակով վայելենք, բոլորիդ բարի դիտում, ինչևէ, այս ձևով կարծում եմ ձեր կարոտը կհագեցնեք այս վայրերից, ձեր ծանոթ վայրերից, որ շատերդ անցել եք տարիներ առաջ և վեր կհիշեք, կվայելեք մեր լոռված չքնաղ բնությունը, հսկա անտառները և այս ճանապարհը դեպի Վանաձոր։ Փորձել եմ հնարավորինս լավ ներկայացնել, այստեղ ձեռքս հանել եմ լուսամուտից, ներքև եմ պահում, այդ ռիսկին եմ դիմել և այդպես եմ նկարահանել, այսինքն ապակուց դուրս եմ պահել, որպեսզի հաճելի դիտեք, ամեն կերպ չարչարվում եմ, որ դուք լավ տպավորություն ստանաք և իրական տպավորություն ստանաք։ Դե արդեն տեղ հասա և արդեն կանցնեմ իմ գործերին։ Ահա այսքանը, սիրելի հետևորդներ ջան, և տնից կմիանամ։ Արդեն եկել եմ տուն Վանաձոր քաղաքից, իմ համար մի փոքր գնում եմ կատարել, սիրելի հետևորդներ ջան, հասցրել եմ արագի մեջ հագուստս փոխել, ես ձևով չեմ գնացել դե, հասցրել եմ իմ կոֆեն եմ դրել եփվելու, դուք էլ ձերը դրեք և միացեք իմ կոֆեի այս ժամին, ժամը 6-ն անց է, 7-ին մոտ է։ Երբ որ տուն հասա, ինչքան էլ որ հոգնած էի, ճիշտ է, ճանապարհ ենք գնում, նստած ենք լինում, բայց միևնույնն է, այդքան երկար ճանապարհ, որ գնում, գալիս ենք, այն էլ ինչ տրանսպորտով, բազիկով, ինչ որտեղ հետաքրքիր, ինչ որտեղ հոգնեցնող, քանի որ շատ է աղմկում, դե շատերդ լավ գիտեք, բայց նաև ինչ որտեղ շատ հետաքրքիր։ Ամենաառջևում էի նստել, զրոտեղն էի նստել, որ նկարահանումներ կատարեմ, ճանապարհներից նկարահանումներ եմ կատարել, բայց էլ նկարահանումներ չեմ կատարել, քանի որ գնալս գործնական առումով էր, սիրելի հետևորդներ ջան, և ոչ մի նկարահանում չեմ արել, մենակ մի փոքր ժամանակ ունեցա և մի քիչ անցել եմ խանութներով և իմ համար ինչ եմ գնել, ցույց տամ, միջև կոֆեն կերպի, ասեմ, որ տուն հասնելուն պես, ինչքան էլ որ հոգնած, շոքած, հագուստս անմիջապես փոխել եմ և գնացել հավերիս մոտ, մի կաթիլ ջուր չկար իրանց առաջ, ջուրն էլ եմ տվել, ցորենն էլ եմ տվել, բայց վստահ եմ, որ նրանք դեռ լավ չեն կշտացել։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ահա այս տուփով եմ գնել իմ բոթասները, սետկա բոթասներ եմ գնել, շատ հավանեցի և ուզեցի, որ ունենամ սրանից,
ճիշտ է, հիմա ասենք բասանոճկա ենք հագնում, ճստիկներ ենք հագնում եւ այլն, գիտեք, շոքին համահունչ ինչ ենք հագնում, բայց այդ կաբոթասները նույնպես արժե որ վերցրել եմ։ Մի օր էլ հովոր է լինում, մի օր էլ անձրևոտ է լինում, հետո ընդհանրապես բոթասները ավելի լավ է, քան թե ամբողջովին ոտնաթաթը բաց։ Հիմա ցույց եմ տալիս, ինները ձևը շատ լավն է, կասում եմ մի հատ մյուսներ հանեմ, այսինքն սիրուն փաթեթավորված, այս ամենը շատ արագի մեջ եմ կազմակերպել, քանի որ ավտոբուսով էի գնացել և դրանով էլ պիտի հետ գայի, ինչ եմ նայում, մեջի թղթերը հանեմ, որպեսզի ուռուցիկ են պահում դրանք, շատ լավ գիտեք, և սիրուն էլ հանեմ, կոֆես արդեն ուզում է եփի, դուք էլ ձեր կոֆեն դրեք և միացեք ինձ, այս շամի համար, շատ լավն է, թե տակը, որ հաստ է, հաստություն ունի, մատիրիալը լավն է, կողքերը, հիմա ձևը ցույց տամ, մաքուրի և կարող եմ իմ սեղանի վրա դնել, բայց մի հատ կոֆես լցնեմ, հա։ Որոշել եմ այդ ճանապարհից նկարահանումներս ռելաքսի տեսքով ձեզ ներկայացնել, սիրելի հետևորդներ ջան, երաժշտություն դնել և ճանապարհ գնալ։ Ինձ հետ ճանապարհ կգաք իմ վլոգի սկզբում, հետ արդեն այսպես։ Միասին դիմավորեցինք արևածագը, որը նույնպես հրաշք է, և կարելի ասել ոչ միշտ ենք այդքան շուտ արթնանում, որպեսզի արևածագը դիմավորենք։ Այսպես այս կողմ, կոֆես էլ այս կողմ, մի քիչ հովանակ խմեմ ու գնալու եմ իմ ողջուն գործերանեմ, իհարկե զգուշանալով այն սև երկար օձից։ Այ սիրելի հետևորդներ ջան, օձիները հիշեցի, լավ հիմա դա չեմ ուզում ասել, այլ ուզում եմ ցույց տալ իմ նոր գնած ոտհասը, ահա այստեղ այս ձև է, ռեզինատիպ է, ձգվում է, ինքն էլ սետկա է, հովուսով, մի մասը զամշ է, այս մասը սետկաներ են, ահա, ստեղ զամշ է, այստեղ այսպես, մի քիչ հոգնած եմ անկեղծ, մի քիչ դժվարանում եմ խոսել, կոֆես կխմեմ, կթարմացնի ինձ, հոգնածությունս կանցնի, հասրել հետևորդներ ջան, իմ նոր բոթասները, քինը շատ հարմար էր ինձ, սիրել հետևորդներ ջան, և մի անգամից փորձելով տեսա, որ ինձ հարմար են ըստում, վերցրեցի, ինքս ինձ նվերավեցի, իսկ հիմա այստեղ թողնում եմ և ուզում եմ իմ կոֆեն վայելել ու գնալ իմ բախչեն, զգուշանալով այդ օձից։ Այսօր քիչ եք ինձ տեհել, հավիկներ ջան, էլի ջուրը խմել եք ցմաքացրել, այս ինչքան էին ծարավել ուրեմն, իրար խառնվեցիք, հա, սենց, լավ դե ժամանակ չկորցնեմ, բերեմ էլի ջուր տամ, որ ամբողջ օրը տանը չեմ ելել, սենց պտի իլներ էլի, սուրքը դարդակա, կանաչ խոտել են ուզում։ Մի քիչ էլ գլուխս պտտվում էր, սիրել հետևորդներ ջան, այդ ճանապարհ գնալ գալուց, այդ բազիկի աղմուկից, դե ես իրենցով զբաղվեմ, անպայման պետքա քախան անեմ, բերեմ իրանց տամ։ Հələ այս ինչ քախան եմ բերել հավերիս համար։ Այս կթողում ձեզ առանց կանաչ խոտ։ Կերեք սրտիկներ ջան, արժանի եք, կերեք, դայ, դատիկիս ինչ են բերել, վայ օցի գլխին, չէ, իստեղ տկվեց դզեմ, բայց ոնց եք կարոտել, վայ, բան ձերս, ոսկե ձվիկներ եք է ածելու, ոսկե ձվիկներ, էլ տեղը չմաքրեցինք, չմաքրել էր,
Հեն կողքին էլ։ Դերում եմ, հերթ են կանգնել։ Գերեք, որ ոսկեծը վերացեք։ Տեսակ, սիրտս հանգստացա, որ հավերիս խոտ տվի, են գլխապտույտից դուրս եմ եկել, սիրել հետևորդներ ջան, ընթացք նստել եմ առանց գործանելու, եկա ստեղ նստեցի, մաքուրոտ շնչեցի, հետո մի անգամից կտրուկ որոշեցի, որ վեր կենամ, դա ոնց պետք է թողեի հլա, Գերեք, պուպուշներ ջան, Տերև հանարի խատար, դու մեջ կա, դու էլ պախար անձրևից, սրել հետևորդներ ջան հասիվ հասցրեցի հավերիս համար մի քիչ կախան արեցի, տեսակ ինչ վիճակ էր, որ ծածան էլ ադուրս եկել, մի ու կաթում էր, ես հասի երևի դե կգա ագալ չի, քանի որ Այսօրվա շոքը ու այսանը սպասելի անձրևը, ծիածանով, տրամադրությունս փոխվեց, տրամադրությունս լավացավ, չէի կարողանում խոսել նույնիսկ սրել հետևորդներ ջան, տեսակ վիճակս, ձայնից թե գիտեք զգացվում ամեն բան, լավ հասցրեցի, մի կողմից մի քիչ քախան արեցի ու բերեցի տվեցի, էլ էի ուզում անել, բայց անձրևը խափանեց արդեն, Շատ լավ է, ելեք որ ջրել էի, տեղը մի քիչ մնում է, հեն արդեն նույնիսկ դեռ զգացվում է, ստեղ մի քիչ ավազուտ տեղ է, էլի պահում է, շատ լավ է, այս անձրևը շատ տեղին էր, օդը կմաքրվի, մենք էլ մի քիչ կզովանանք, դե ինձ սիրելի հետևորդներ ջան, էլ բախշում չեմ կարա գործանեմ այսօր, ժամը 7-ն անցա, Այս անձրևը կվայելեմ, կհանգստանամ, ծիածանը դեռ կա, մի փոքր էլ սպասենք, ծիածանը վայելենք միասին, Այս ինչքան մոտիկ է ծիածանը, մի մասը իմ բաղջումը, սիրելի հետևորդներ ջան, պատկերացնում եք, այս հրաշքը ես ինչքան մոտիկ է, վայելենք մի քիչ, տեսնենք ուր է հասնում, Սիրունա, շատ սիրունա, այդան մոտ է, ուրեմն այդտան մոտից, այսենց գալիս է, այս ինչքան մոտիկ է, այսօրվա հոգնածությունս լրիվ անցավ, լավն է, Սա երկար կմնա ինձ թվում է, քանի որ արևը դեռ մայր չի մտել, հատկապես որ 7-ն անցա արդեն, այս ժամերին շողերը այս կողմ է ուղղվում, դրա համար մեր մոտ սենց վառ է ծիածանը, ու սենց բարձր տրամադրությունով արդեն ավարտեմ վլոգը, սիրելի հետևորդներ ջան, չնայած չեմ ուզում այս տեսարանը թողնել եւ առանց ձեզ վայելել, մենակողի մի փոքր էլ մնամ, բա երկու հատ է հեսա, տեսակ, զգացվում է, այս կողմը մի հատ էլ ավելացավ, դե ուրեմն չեմ ավարտում վլոգը եւ մի լավ վայելենք, շատ մոտիկ է, փոփերը կրակում են, չգիտեմ էլի կգա թե չէ, լավ էր, այս քանի օրա շատ ենք շոքում, Մի լավ զովացանք այս պահին, մեզ երկար է ուրախացնելու, լապենանք իմ բաղջի մոտինը, ինչ տեսքան թունել, հեսա, այս կակալի ծառերը որ կան, մինչև այդ մասը իմ բաղջի տարածքն է, ու իջել է ատեղ, այս կողմը ավելի մուք է երևում,
այս հրաշք տեսարանով արդեն ավարտեմ վլոգս։ Սիրելի հետևորդներ ջան, ինչքան էլ ձեր օրը դժվար անցկացրած լինեք, ինչ տրամադրության էլ որ լինեք, Աստված մեծ է, վերջում ամեն բան լավ է լինում և լավ է լինելու։